ժողովուրդ ենք, նոր կրթվելու կարիք չունեն։ Կրթվողները իրանք են, որ պետք է կրթվեն, իմանան ցեղասպանությունը ոնց է եղել։ Ու անուն ազգանուններն էլ գրեն։ Եթե իհարկե ունեն, ուրեմն իրանք չունեն։ Ցեղասպանված ազգ իրանք ազգ չեն, որտեվ իրանք հայ չեն։ Հայերը բոլորը գիտեն, որ ցեղասպանված հայություն է այս։ Հասկանանք լուծումները, առարկայական լուծումներ, որովհետև իրանց հետ երկխոսելու տարբերակ չկա, իրանք չեն հասկանում երկխոսությունը։ Իրանց հետ պետք է խոսենք պարտադրանքի լեզվով, այսինքն այն գործուն մեխանիզմները դրենք, որ պարտադրանք ու կատարենք։ Չեն ուզում լսեն երևի։ Որ ոչ մեկը տեղյակ չմնեն։ Հետո եկային, որ արդեն գալիս է տուժտուգանքներ, նոր ժողովուրդը տեղյակ են։ Նույնը առաջ ավտոների համար է, որ տուգանքներ էին անում, ամեն ինչը նրանք սովորել են, դա սովորական բան է։ Ժողովրդին սովորացնում են իրանց վրա տուգանքներով։ Բայց если ավտոին չի, որ 5000, 10000-ով մարդիկ պրծնեն։ Մի անգամից այնտեղ իմ կարծիքով 300-ը, թե 420-ը արդեն դարձրել, գներ ամեն օր բարձրացնում են, ու այդ ձևի մարդիկ անդադ պետքա տուգանքներով սովորեն։ Ուրեմն ամեն մի խախտման համար 420,000 պետքա մուծեն։ Ուրեմն եթե այդ օրենքները սովորելու համար, ուրեմն մի քանի միլիարդ ամեն մի առընտրականի պետքա, որ կարողանա լրիվ օրենքները իմանալ։ Դա իմ կարծիքով իրականություն է։ Պահանջ ունենք, որ հանեք գույքագրման սկզբունքը, որ գույքագրում բառը ընդհանրապես դուրս գա այս շրջարկի փոքր միջին բիզնեսին վերաբերվող 10%-ը լինի մի հատ հաշվարկված ուսումնասիրված տրամաբանությանը մոտ տոկոս, որովհետև 10% շրջանառությունից դա եկամուտի 10%-ը չի, դա 20-ից ավելի 20-30% է, այսինքն ով գիտի ինքնարժեքը ինչքան է, որ պետք է այդ շրջանառությունից այդքան գումար գնա, ոսկին թուղթ չունի, ոսկին ծախեց $700, 300,000-ով ոնց է ինքը 10%-ը վճարել։ Շրջանառության խոսքը նրա մասին է, որ գումարը մեծ է, օգուտը քիչ, դա բոլորը գիտեն, ամբողջ աշխարհում է այդպես։ Այսինքն կոպիտ ասած, ես եթե վաճառեմ 300,000 դրամ ինչ որ ապրանք, ինձ մնալու է 10-12,000 դրամ, որովհետև մենք պետք է հաշվի առնենք օրվա գինը, մենք չենք կարող օրվա գնից ավել ասել։ Դա միջազգային գինը։ Դոլարն էլ չեմ կարող ես ոչ բարձրացնել, ոչ ցածր, ճիշտ է։ Ես ենթակա անձ եմ առևտրին։ Դա մի կողմ դրած, ահան, ես այդ 300,000 դրամի մեջ 12,000 դրամ պահելու համար պետք է 30,000 առանցին հաճախորդից ուզեմ ասեմ տանեմ պետությանը, հա, 10%-ի դեպքում, քանի որ ես այդ ձեռքբերման համար թուղթը չկա։ Դատանողականության մեջ ոսկու եւ արծաթի բնագավառի, կներես անջան, որովհետեւ ես մեր բնագավառ էլի ասեմ, ես բնականաբար ես հենց նոր նշում ենք այն մասին, որ առանց ուսումնասիրության օրենք դնելը դա հիմարության տգիտության վերջնակետն է։ Եթե դու չես եկել այդ ոլորտը ուսումնասիրել, ես խոսում եմ նրանից, որ անշուշտ երբ որ խոսում է իրանց հագուստի վաճառքից, ես բան չեմ հասկանում։ Ինքը երբ որ ես խոսում եմ իմ ոսկու ոլորտից, նա չի հասկանում։ Դուք այդ ոնց եղավ, որ դուք առանց ուսումնասիրության օրենք եք փոխում, առանց հասկանալու որտեղ է ճիշտը, որտեղ է սխալը, որ դու ոչ թե ժողովրդին ստիպես, որ նա գա կանգնի այստեղ էս անձրևին, ոչ թե աշխատի իր վարկ տոկոս ամեն ինչը փակի, հա, բերես դու հասցնես նրան, որ ինքը գա բողոքի։ Եվ ասեմ ավելին, մենք այն մարդիկ ենք, ովքեր չենք լքել երկիր ու հայրենասերներ ենք։ Մի արեք նրանց, որ մենք պայքարենք հասցնենք հեղափոխության։